Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Եվ այսպես մեկնարկում է AFL-ի ձմեռային գավաթը Winter Cup-ը։ Վերջապես սպասված գավաթը մեկնարկում է եւ այսօր մենք բոլորս միասին հնարավորություն ունենք հետևելու Winter Cup-ի B խմբի Արարատ Manchester United հանդիպման ընթացքին, ֆուտբոլիստները արդեն դուրս են եկել խաղադաշտ։ Քիչ անց վայրկյաններ անց կմեկնարկի մրցավար Մանուկ Մուրադյանի մեկնարկային սուլիչը։ Ամեն ինչ պատրաստ է բարեկամներ մեկնարկելու հանդիպումը, մեկնարկելու այս սպասված ձմեռային գավաթը։ Թիմերը անհամբերությամբ են սպասում մրցավարի սուլիչին, անհամբերությամբ էին սպասում մրցաշարի մեկնարկին եւ այսօր կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթանակով մեկնարկեն Winter Cup-ը։ Ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար եւ հանդիպումը մեկնարկում է բարեկամներ Արարատ Manchester United։ Գնդակով Արարատի ֆուտբոլիստներն են։ Այս պայն եկեք արագորեն անցնենք մրցող թիմերի կազմերի, որից հետո արդեն հետևենք խաղի ընթացքին։ Սկսենք Արարատից։ Համար 2 Արմեն Խլղացյան, համար 3 Վրեժ Հարությունյան, համար 5 Սարգիս Գալստյան, համար 6 Դավիթ Դավթյան, համար 7 Գնել Զարգարյան, համար 8 Արմեն Մելոյան, համար 9 Սամսոն Հարությունյան, համար 10 Զորավ Զաքարյան, համար 11 Ռազմիկ Հակոբյան, համար 14 Սարո Խլղացյան, համար 22 Նարեկ Ղարիբյան, համար 23 Արամ Դարփինյան, համար 66 Սմբատ Դավթյան եւ համար 77 Արմեն Բունյատյան։ Եզրից Արարատն է գնդակը նետում խաղի մեջ եւ ասնենք United-ին։ Համար 1 Հայկ Լալազարյան, համար 2 Վիլի Քարեյան, համար 4 Հրաչ Ղազարյան, համար 7 Խաչիկ Խաչատրյան, համար 11 Ռոբերտ Աղաջանյան, նա թիմի ավակն է, հիմա վտանգավոր դիրքում Արարատը ստացել է տուգանային հարվածի իրավունք, համար 12 Հուսիկ Բարսեղյան, համար 13 Սուրեն Սմբատյան, համար 14 Կարեն Վարդանյան, համար 21 Աշոտ Իրիցյան, համար 27 Վլադիմիր Անդրասյան եւ համար 80 Արսեն Բաբախանյան։ Հարված վտանգավոր հարված էր ամեն դեպքում։ Առաջին քիչ թե շատ վտանգավոր պահը ստեղծվեց United-ի դարպասի մոտ, հիմա անկյունային հարվածի իրավունք են վաստակել Արարատի ֆուտբոլիստները։ Այո, խաղին թիմերը մոտեցել են մարտական կազմերով, մոտեցել են բարձր տրամադրությամբ։ Տեսնենք, փոխանցում դեպի տուգանային հրապարակ։ Հարված եւ բավականին անհաջող ստացվեց հարվածը։ Աղաջանյանը փորձեց հեռացնել գնդակը, բայց այն հայտնվեց մրցակցի ֆուտբոլիստի մոտ եւ պատասխան հարվածը բավականին բարձր ընթացավ։ Եվ հիմա United-ը փորձի ձեռնարկել իր հերթական գրոհը։ Եզրային նետում։ Այս թիմերը ընդգրկված են Winter Cup-ի B խմբում։ Աղաջանյան կորցնում է գնդակը։ Արսեն Բաբախանյանը
Եվ տեսնենք Արարատի հակագրոհը, որը պսակվում է անհաջողությամբ, Աղաջանյանը կորցնում է գնդակը և ետ փոխանցում դեպի դարպասապահին։ Այո, հետաքրքրությունը բավականին մեծ է այս մրցաշարի հանդեպ, բարեկամներ։ Եվ յուրաքանչյուր հանդիպում թիմերի համար իհարկե կարևոր նշանակություն ունի։ Յունայթեդը գնդակով փոխանցում, խառի իրավիճակ է և անկյունային, այս անգամ արդեն Յունայթեդը կիրացնի անկյունային հարվածը։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարական հաջողված փոխանցումը։ Այո, հավասար պայքար է խաղադաշտում, բարեկամներ, երկու թիմերն էլ գրոհում են, երկու թիմերն էլ հավասարապես տիրում են գնդակին։ Յունայթեդը գնդակով փոխանցում Ձախեզար։ Փոխանցում է պետք կատարել։ Չեն շտապում Յունայթեդի ֆուտբոլիստները, փորձում են կարճ փոխանցումներով շարժվել առաջ և մտնել մրցակցի Տուգանային հրապարակ։ Հրաշալի անցում էր։ Փայլում փոխանցում դեպի Բաբախանյանը, բայց շարունակվում է։ Աղաջանյանը չհասավ գնդակին։ Եվ հիմա Արարատի արագ հակագրոհը, տեսնենք ինչ զարգացում կստանա։ Փոխանցում հարված և հրաշալի է խաղում։ Յունայթեդի դարպասապահը գնդակը մի կերպ դուրս անելով դաշտի սահմաններից և անկյունային հարված։ Գեղեցիկ հարված կատարեց պարզապես Յունայթեդ Արարատի ֆուտբոլիստը, փորձեց կախել գնդակը դարպասապահի վրայով, հարված թույլ էր։ Եվ անմիջապես ուղարկում է գնդակը դեպի Արսեն Բաբախանյանը։ Փոխանցում առաջ, վտանգավոր դրություն է և գոլ։ Արսեն Բաբախանյանը բացում է հանդիպան հաշիվը, բարեկամներ։ 1-0 Յունայթեդը առաջ է անցնում հաշվի մեջ։ Եվ Արսեն Բաբախանյանը կարողանում է բացել խաղի հաշիվը։ Իհարկե, եթե հարվածը թույլ լիներ, ապա վերջին պահին Ռոբերտ Աղաջանյանը կարող էր ոտքը առաջ ուղղելով գրավել մրցակցի դարպասը, բայց Աղաջանյանը չդիպավ գնդակին և գոլը գրանցվում է Արսեն Բաբախանյանի հաշվին։ Եզրային նետում։ Խլում է գնդակը Յունայթեդի ֆուտբոլիստը և խաղի կանոնների խախտում։ Բաբախանյան փոխանցում առաջ։ Արարատի ֆուտբոլիստը առաջինն է հասնում և տիրում գնդակին։ Հրաշալի փոխանցում էր, բայց չհասավ գնդակը խաղի ընկերոջը, սակայն գրոհ շարունակվում է։ Շապս է տալիս։ Շարժում է առաջ, բայց Մարկյանն է կորցնում գնդակը, կրկին Արարատ է գնդակով, Բաբախանյան,
Ռոբերտ Աղաջանյան փոխանցում է Չեզեր, բայց խաղընկերը չկարողացավ ինչպես հարկն է ընդունել գնդակը եւ հարված Արարատի դարպասից։ Ձախեսրով United-ը կազմակերպում էր հերթական գրոհը, բայց անհաջող փորձ էր եւ հարված դարպասից։ Այո, United-ը կարողացավ խաղի մեկնարկում բացել հաշիվը, հիմա հերթը արդեն Արարատին է շարժվելու առաջ։ Իհարկե Արարատը կփորձի անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հավասարեցնի հաշիվը։ Ստանում է գնդակի United-ի ֆուտբոլիստը, խաբս է տալիս։ Փոխանցում, հարված, հրաշքով գնդակը չհայտնվեց հիմա Արարատի դարպասում։ Բավականին վտանգավոր գրոհ էր։ Փորձեց գնդակը պտտեցնելով ուղարկել մրցակցի դարպասը, բայց այն մի փոքր շեղությամբ դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Երկար փոխանցում առաջ։ United-ի ֆուտբոլիստը սլանում է առաջ, փոխանցում Ձախեզեր։ Ակտիվացել են United-ի ֆուտբոլիստները, գոլից հետո շարժում են առաջ, էլ ավելի են զարգացնում իրենց հաջողությունը։ Փորձում են էլ ավելի զարգացնել իրենց հաջողությունը։ Բաբախանյանը խլում է գնդակը, խաբս է տալիս։ Փոխանցում է պետք կատարել այստեղ։ Խաղընկերները սպասում են տուգանային հրապարակում։ Երկու ֆուտբոլիստերով շրջափակեցին Արսեն Բաբախանյանին եւ շատ հանգիստ խլեցին գնդակը։ Անհաջող փոխանցում։ Մեկնարկային րոպեներից Արարատը բավականին ակտիվ էր, սակայն գոլից հետո մի փոքր ընկավ խաղի տեմպը։ Կարծում եմ, բայց սա իհարկե ժամանակավոր բնույթ է կրում։ Մնում է իհարկե, որ Արարատի ֆուտբոլիստները դիմանան United-ի գրողների տեմպին եւ իրենց մեջ ուժ հավաքեն շարժվելու առաջ։ Կրկին գնդակի կորուստ Աղաջանյան, վտանգավոր դրություն է, հարված եւ գոլ։ Գոլ բարեկամներ, հաշիվը կրկնապատկում է Ռոբերտ Աղաջանյանը, համար 11։ Հանդիպման 13-րդ րոպեն է, 2-0 United-ը առջևում է։ Աղաջանյանը վերջապես ասում է իր խոսքը։ Բաբախանյան։ Հարված։ Վտանգավոր հարված էր, բայց մի փոքր շեղ է ընդհանում հարվածը։ Բավականին հուժկու հարվածների են տիրապետում թե Արսեն Բաբախանյանը եւ թե Ռոբերտ Աղաջանյանը։ Արարատը հայտնվում է բավականին ծանր իրավիճակում։ Խաբս է տալիս։ Մնում է գնդակը Արարատի մոտ։ Հրաշալի է խաղում, վտանգավոր դրություն կարող է ստացվել։ Փոխանցում էր պետք կատարել, բայց կորցնում են գնդակը եւ հիմա
Տեսնենք United-ի արագ հակագրոհը, բայց փոխանցումը ուժեղել եւ Աղաջանյանը չկարողացավ ընդունել գնդակը։ Կրկին Արարատը գնդակով։ Խառը իրավիճակ է խաղադաշտի կենտրոնում։ Հրաշալի փոխանցում էր, բայց մի փոքր ուժեղ էր փոխանցումը եւ Աղաջանյանը չկարողացավ հասնել գնդակին։ Հիմա տեսնենք Արարատի հերթական գրոհին զարգացում կստանա։ Կրկին անհաջող փոխանցում։ Աղաջանյանը ընդունում է, խաբս է տալիս։ Անմիջապես շրջափակեցին United-ի ֆուտբոլիստին։ Բալախանյան փոխանցում ձախ եզր։ Այո, շատ են այսօր սխալ փոխանցումները Արարատի ֆուտբոլիստների կողմից։ Կարողացավ ինչպես հարկն ընդունել գնդակը։ Եվ եզրից United-ը կնետի գնդակը խաղի մեջ, Բաբախանյան։ Փոխանցում աջ եզր։ Փոխանցում։ Եզրային նետում։ United-ը գնդակով ետ փոխանցում։ Փոխանցում առաջ, վտանգավոր կարող է ստացվել։ Աղաջանյանն էր հայտնվել հարձակման կրակագծում։ Հարվածը անհաջող էր եւ հիմա արդեն Արարատի ֆուտբոլիստը գնդակը կմցնի խաղի մեջ։ Իհարկե Արարատի համար չափազանց հեշտ կլինի, եթե առաջին կեսում գոնե կրճատեն հաշվի տարբերությունը եւ երկրորդ կեսում արդեն առաջ շարժվելով կարողանան հավասարեցնել հաշիվը։ United-ը գնդակով անհաջող փոխանցում էր։ Աղաջանյան շարժում է առաջ, փոխանցում է պետք կատարել Աղաջանյան։ Ուշացնում է փոխանցում կատարելը, բայց ի ուրախություն Ռոբերտ Աղաջանյանի գնդակը մնում է United-ի ֆուտբոլիստերի մոտ։ Որսում է գնդակը United-ի ֆուտբոլիստը եւ հիմա Արարատը կերնարկի իր հերթական հակագրոհը։ Շատ են, այո, շատ են սխալ փոխանցումները։
Կրկին եզրային նետում։ Այո, չեն շտապում United-ի ֆուտբոլիստները։ Ետ փոխանցում դեպի դարպասապահը։ Շարժում է առաջ United-ի ֆուտբոլիստը հրաշալի է խաղում։ Աղաջանյան, հարված և բավականին բարձր են թանում հարվածը։ Ռոբերտ Աղաջանյանը շատ է դիմում հեռար հարվածների օգնությանը, տիրապետում է բավականին հուժկու հարվածների։ Եվ շատ ժամանակ հարվածում է այն ժամանակ, երբ ոչ ոք չի սպասում, որ Աղաջանյանը կհարվածի դարպասին։ Սիրում է անակնկալի բերել մրցակցի դարպասապային և մեկ անգամ չէ, որ Աղաջանյանը հեռու տարածությունից գրավել է մրցակցի դարպասը։ Արատի մոտ է գնդակը։ Փոխանցումը պետք է կատարել, այո, այդպես էլ անում է, բայց պատասխան փոխանցումն անհաջող էր։ Տեղին քարտ է ստանում Արարատի 8 համարը։ Արմեն Մելոյանը։ Հանդիպման 21-րդ րոպեն է։ United-ը հաղթում է 0-2 հաշվով։ Եզրից Արարատը կնետի գնդակը խաղի մեջ։ Փոխանցում և անկյունային։ Ակտիվացել են Արարատի ֆուտբոլիստները։ Տեսնենք ինչպես կիրացնեն այս անկյունայինը։ Փոխանցում, հարված և բարձր են թանում հարվածը։ Երկար փոխանցում առաջ։ Անգիս դու ես։ Եզրից Արարատը կնետի գնդակը խաղի մեջ։ Ինչպիսի համար պայքար գնդակի համար։ Տեսեք։ Դուք եք։ Հասնում է գնդակին, վտանգավոր դրություն կարող է ստացել, փոխանցում։ Եվ բավականին վտանգավոր գրող ստացվեց, հիմա անկյունայինի իրավունք են վաստակել Արարատի ֆուտբոլիստները։ Փոխանցում, հարված, ինչպիսի հրաշալի հարված էր, բայց գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից և հիմա արդեն հարված United-ի դարպասից։ Չկարողացավ ընդունել գնդակը United-ի ֆուտբոլիստը և հիմա արդեն տեսնենք ինչ ընթացք ունենա Արարատի հերթական գրոհը։
հարված դարպասից։ Քիչ ժամանակ է մնում առաջին խաղակեսի ավարտին։ United-ը 0-2 հաշվով հաղթում է Արարատին։ Իջեցնեմ, որ սա ԱՖԵԼ-ի Winter Cup-ի ձմեռային գավաթի առաջին տուրի հանդիպումն է։ Եվ վերջ բարեկամներ, առաջին կեսը ավարտվում է։ United-ը հաղթում է 0-2 հաշվով։ Այս պահին կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ, վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի է ունենում ԱՖԵԼ-ի Winter Cup-ի առաջին տուրի Արարատ Manchester United հանդիպումը։ Արդեն սկսվել է երկրորդ խաղակեսը, առաջին կեսից հետո հաշիվը 0-2 է օգուտ Manchester United-ին։ Այո, Ռոբերտ Աղաջանյանի եւ Արսեն Բաբախանյանի խփած գնդակները դեռևս միակն են այսօրվա խաղում։ Հետաքրքիր, քիչ թե շատ հետաքրքիր առաջին խաղակես ունեցանք։ Երկու թիմերն էլ ակտիվ սկսեցին առաջին խաղակեսը, սակայն United-ը կարողանալով երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը ստիպեց Արարատին մի փոքր գցել խաղի տեմպը։ Սակայն առաջին կեսի վերջնամասում Արարատը կրկին ակտիվացավ եւ մի քանի վտանգավոր գրոհներ ստեղծեց United-ի դարպասին։ Տեսնենք ինչ ընթացք ունենա երկրորդ խաղակեսը, բարեկամների Աղաջանյանն է գնդակով փոխանցում դեպի Բաբախանյանը, հարված եւ թույլ էր Ռոբերտ Աղաջանյանի հարվածը։ Հիմա արդեն Արարատը կփորձի զարգացնել իր հերթական գրոհը կենտրոնով, շարժում են առաջ։ Ուժեղ էր փոխանցումը։ Փոփոխություն Արարատի կազմում։ Աղաջանյանը հանջել էր, Ռոբերտ Աղաջանյանը։ Տեսեք չեն շտապում United-ի ֆուտբոլիստները փորձում են կարճ փոխանցումներով շարժվել առաջ, հիմա եզրային նետման իրավունք են վաստակում։ Բարձ իրավիճակում գնդակի կորուստ։ Խախտել է կանոնները United-ի ֆուտբոլիստը։ Տուգանային հարված իրացնում են Արարատի ֆուտբոլիստները։ Հարված եւ տիրում է գնդակին United-ի դարպասապա, ճիշտ է հարվածը թույլ էր, բայց բավականին վտանգավոր ստացվեց։ Գրոհիությունը United-ը տեղափոխում է Աչեզար։ Սակայն գնդակը հայտում է Արարատի ֆուտբոլիստի մոտ եւ հիմա տեսնենք ինչ զարգացում կստանա Արարատի գրոհը։ Աղաջանյան, նահանջել է Ռոբերտ Աղաջանյանը, իհարկե անդադար տեղաշարժում է խաղադաշտում, փորձում է օգնության հասնել թե պաշտպաններին և թե հարձակվողներին։
փոխանցում։ Աղաջանյան փոխանցում է պետք կատարել։ Տեսակ ինչպիսի հրաշալի կերպով են համագործակցում խաղադաշտում United-ի ֆուտբոլիստները։ Շարժում է առաջ, փոխանցում, բարձր էր փոխանցումը և խաղընկերը չկարողացավ հասնել գնդակին։ Հիմա արդեն հարված Արարատի դարպասից։ Կոնտրոլ։ United-ի գրոհը հարված։ Բավականին հուշկու հարված ստացվեց, բայց հարվածը շեղ էր։ Բացի նրանից, որ հրաշալի կերպով հարձակվում են United-ի ֆուտբոլիստները, նաև փայլուն կերպով կարողանում են պաշտպանվել, տեսեք ինչպիսի հրաշալի կերպով են խլում գնդակը և ստիպում մրցակցին խախտել խաղի կանոնները։ Ուժեղ էր փոխանցումը։ Եվ եզրից Արարատը կնետի գնդակը խաղի մեջ։ Անհաջող հարված։ Եվ հերթական դեղին քարտը։ Այս անգամ դեղին քարտը ստանում Արարատի 7 համարը գնել Զարգարյանը։ Վտանգավոր դրություն կարող է ստացվել։ Դրոշ շարունակվում է, բայց չկարողացան փոխանցում կատարել դեպի Դուգանային հրապարակ United-ի ֆուտբոլիստները և Արարատի հակագրոհը տեսնենք։ Խլում են գնդակը United-ի ֆուտբոլիստները։ Անմիջապես շրջափակում են, բայց կարողանում է կարծես թե դուրս գալ շրջափակումից United-ի ֆուտբոլիստը։ Հերթական անհաջող փոխանցումը։ Շարժում է առաջ Զախեզրով, փոխանցում, գրոհ շարունակվում է, ևս մեկ փոխանցում։ Բայց հեռացնում են գնդակը Արարատի ֆուտբոլիստները։ Եվ վարկյան նրանց գնդակի կորուստ, հիմա United-ի հակագրոհը։ Հարված, հրաշալի է խաղում դարպասապահը և գոլ։ Գոլ բարեկամներ 3-0։
Տեսնենք ինչ որոշում է կայացնում մրցավարը։ Այո, գոլը արձանագրված է 3-0 Խաչիկ Խաչատրյան։ Չէ։ Այո, բարեկամներ, հաշիվը դառնում է 0-3։ Խաչիկ Խաչատրյանը երրորդ գնդակն է ուղարկում Արարատի դարպասը եւ Արարատը հայտնվում է բավականին դժվար իրավիճակում։ Կրկին United է գնդակով։ Խաչատրյան, կրկին Խաչատրյան կենտրոնում ստացել է գնդակը։ Եվ տուգանային հարվածի իրավունք են վաստակել United-ի ֆուտբոլիստները։ Հարված և մի փոքր բարձր է ընթանում հարվածը։ Երկար փոխանցում առաջ։ Կարողանան Արարատի ֆուտբոլիստները գոնե հեղինակության գնդակ խփեն, ոչ։ Ցույց կտա ժամանակը 11 րոպե հանդիպման ավարտին։ Արարատ Մանչեսթեր Յունայթեդ 0-3։ Փոխանցում, հեռացված է գնդակը։ Բայց գրոհ շարունակում է ևս մեկ փոխանցում։ Բայց խաղընկերը չկարողացավ հասնել գնդակին։ Եզրային նետում United է գնդակով։ Աղաջանյան։ Փոխանցում, ուժեղ էր փոխանցումը։ Հեռացված է գնդակը։ Չկարողացավ ընդունել գնդակը և եզրային նետում Արարատը կնետի գնդակը եզրից։ Կորցնում գնդակը Արարատի ֆուտբոլիստները, այո, շատ է սխալվում այսօր։ Ետ փոխանցում առանց շտապելու փորձում են միջին տարածության փոխանցումներով շարժվել առաջ United-ի ֆուտբոլիստները։ Չկար խախտում ցույց է տալիս մրցավարը, գրոհ շարունակվում է։ Խաչատրյան փոխանցում։ Փոխանցման այնտեղ ոչ ոք չէր սպասում։ Հրաշալի անցում էր։
Անմիջապես խլում են գնդակը United-ի ֆուտբոլիստները եւ բավականին կոպիտ խախտում։ Սակայն մրցավար այս դրվագում չի դիմում դեղին քարտի օգնությանը։ Խաջանյան Աչեզով սլանում է առաջ United-ի ֆուտբոլիստը Աղաջանյան փորձեց հարվածել, բայց վերջին պահին հասկացա, որ անհարմար դիրք է հարվածելու համար եւ եզրից Արարատը կնետի գնդակը խաղի մեջ Նշեմ, որ զուգահեռաբար ընթանում է նաև Ինտեր կապի առաջին տուրի մյուս հանդիպումը Paris Saint-Germain Manchester City Համար պայքար գնդակի համար Չկարողացավ ընդունել գնդակը, բայց մնում է գնդակը United-ի մոտ խապս է տալիս, բայց կորցնում է գնդակը չնայած, որ եզրից գնդակը կնետեն United-ի ֆուտբոլիստները հրաշալի հանդիպում են անցկացնում այսօր Manchester United-ի ֆուտբոլիստները և արդյունքն էլ իհարկե խփված 3 գնդակներն են Աղաջանյան ստանում է գնդակը, Աղաջանյանը հարված և դարպասապահը մատների ծայրերով իհարկե գնդակը դուրս է բերում անկյունային բավականին ուժեղ հարված էր ես իհարկե րոպեներ առաջ նշեցի, որ Ռոբերտ Աղաջանյանը շատ ժամանակ հարվածում է այն պահին, երբ ոչ ոք չի սպասում, որ նա կհարվածի դարպասին և սա այդ պահերից մեկն էր փոխանցում, հեռացված է գնդակը Արատի արագ հակագրոհը տեսնենք, փոխանցում է պետք կատարել, շարժում է առաջ Հարված և հաշիվը դառնում է 4-0 4-0 բարեկամներ գոլի հեղինակը United-ի 21 համարն է Աշոտ Իրիցյան Աշոտ Իրիցյան 4-0 4 րոպե հանդիպման ավարտին United-ը հաղթում է 4-0 հաշվով և հաշիվը դառնում է ջախջախիչ United-ի հերթական գրոհը Փոխանցում և դարպասաձողն է փրկում հիմա Արարատին բավականին վտանգավոր պահ էր Երկար փոխանցում առաջ Կորցնում է գնդակը United-ի ֆուտբոլիստը
Համար պայքար գնդակի համար խլում է գնդակը վերջի րոպեներին ակտիվացել են Արարատի ֆուտբոլիստները և հարված դարպասից հրաշալի փոխանցում էր Բաբախանյան չհասկացան միմյանց Յունայթեդի ֆուտբոլիստները և հիմա ձախ եզրով Արարատը շարժում է առաջ Բաբախանյանը ստանում է փոխանցում առաջ Աղաջանյան չկարողացավ հարվածել դարպասին Ռոբերտ Աղաջանյանը հարված և շեղեր խլում է գնդակի Յունայթեդի խաղացողը Կորսում է գնդակը, փորձում է շրջանցել մրցակցի ֆուտբոլիստին, բայց գնդակի կորուստ հիմա Արարատի հակագրոհը Անկյունային հարված, տեսնենք ինչպես կիրացնեն այս անկյունայինը Արարատի ֆուտբոլիստները խաղարկում են այն փոխանցում հերթական անկյունայինը անկյունայինը իրացված է վտանգավոր կարող է ստացվել հարված հրաշալի կերպով են պաշտպանվում Յունայթեդի ֆուտբոլիստները բայց պատասխան գրոհը պսակվում է անհաջողությամբ հիմա Արարատի գրոհը ձախ եզրով Արարատը գնդակը կնետի եզրից հաղի մեջ հրաշալի կոմբինացիա, բայց Յունայթեդի պաշտպանները իրենց բարձունքների վրա են Հարվածել է պետք հարված, չստացվեց Հարվածը և հանդիպումը ավարտվում է բարեկամներ Մանչեսթեր Յունայթեդը Winter Cup-ի մեկնարկային տուրում կարողանում է 4 պատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը և 4-0 հաշվով հաղթում է Արարատին Շնորհավորում եմ իհարկե Յունայթեդին հրաշալի խաղի հրաշալի հաղթանակի կապակցությամբ և այսքանով ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից այն ձեզ համար կազմակերպել էր Աֆելի ստեղծագործական թիմը
Խաղի ընթացքին ձեզ օգնեց հետևել Շավարժ Հարությունյանը, մինչ տոր հանդիպում։